Ասում են պատմական պահերը չեն զգուշացնում, որ գալիս են։ Նրանք պարզապես գալիս են ու հարցնում, պատրաստ ես։ Հարատ Արմենիան իր կարճատև պատմության ընթացքում երրորդ անգամ է պատրաստ Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար պայքարել։ Ասում են նաև, որ ֆուտբոլը Հարատ Արմենիային հիմնական փուլ է պարտք, բայց միշտ չէ, որ ֆուտբոլը եւ կյանքը փոխհատուցում են։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, խոսում եւ ցուցադրում է Կրայովան։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյօֆի շրջանակում այսօր Հարատ Արմենիան իր առաջին հանդիպումը կանցկացնի 2026-27 մրցաշրջանում, հյուրընկալվելով Ռումինիայի գործող չեմպիոն Ունիվերսիտատիա Կրայովային։ Թիմերն արդեն կանաչ խոտածածկին են Յան Օբլեմենկո ստեդիումում ես կարող եմ որոշ չափով, բայց աննշան ուրախանալ։ Մանուել Տուլիպան հիմա կա հանդիպման մեկնարկը տեղավորվեց իմ կողքին, նա այսօր չի լինի Պայստայինների նստարանին, որակազրկված է 3 դեղին քարտ ստացավ որակավորման 3 խաղերի շրջանակում Մարտիչը եւ Արոյանի գոլը վերջում, հետո Բարսեղյանի 11 մետրից կատարած հարված աղթական գոլը։ Այն ժամանակ ռումինացների 2 գոլերն էլ խփեց Չիկալ դաուն, չի կարելի այսպես տղաներ, վտանգավոր է եւ փրկվեցին։ 2 ֆուտբոլիստի պարզապես մոռան շրջանցեց, ես այլ բան չեմ ցանկանում ասել, ձեռնունայն թողեց, լավ, բայց չի կարելի այսպես։ Անցել Զիդան Բանջակի, մոտենում է Տուգանային հրապարակին, Բանջակի հարվածը չի ստացվում։ Ինչ էր այնտեղ, մենք ունենք երկրպագուներ այսօր Օբլեմենկոյի անվան ստադիոնում արված է հետևում եւ բրավիմը պարզեց ձեռքն ու հեռացրեց գնդակը, շատ վտանգավոր էր Բուենո եւ զգուշացրեց Անզորին։ Բանջակի լավ տեղափոխություն էր դեպի Սերոփյանը, Արթուրը ընդունեց, տեսնենք ինչ շարունակություն կհաղորդի Գրոհին, Սերոփյանն հրավիրեց Սուգոյին։ Օլիվերա դեպի Տուգանային հրապարակ եւ Մեկվաբիշվիլին աշխատեց պաշտպանությունում, կլինի անկյունային հարված։ Վերջերս է ստանձնել թիմի գլխավոր մարզչի պարտականությունները, Օլիվերա բարձրացրեց գնդակը եւ գոլ! Գոլ 1-0 Հարատ Արմենիան բացում է հանդիպան հաշիվը։ Ալեքսանդրոս Սմալիս ստանդարտը աշխատեց եւ մեր կենտրոնականը։ Հիշում եք ինչ բան կորցրեց Սելիայի հետ մրցավեճում այնտեղ, երբ կարող էր բացել հաշիվը, հիմա փոխհատուցում է։ Ալեքսանդրոս Մալիսը եւ Հարատ Արմենիան դիմակայության հաշիվը բացում է, մեր երկրպագուները հաստատ մեր երկրպագուներն էին, տխուր էին։ Խնդրեմ փոխանցումը եւ Մալիսի հարված, հիմա սպասենք կրկնապատկերին, հուսանք այնտեղ խաղից դուրս վիճակ չկար։ Կարպասապահը սխալ դուրս եկավ եւ չկարողացավ գնդակին հասնել նաեւ։ Եվ Մատեի, իջել է Մատեյը, օռա, մեկ հպումով բավականին լավ խաղարկում էր, կա խաղից դուրս վիճակ։ Այդ պատճառով էլ Ալհամլավին չարձագանքեց, Մատեյ փոխանցում։ Շատ վտանգավոր էր։ Այն ժամանակ, երբ Ալեքսանդր Պետրակովը գլխավորում էր Ուկրաինայի հավաքականը, Չիկալ դաու մեկ հպումով շատ վտանգավոր է եւ տեսեք ինչ գնդակ ենք բաց թողնում։ Պարտվել է, տանը մենք միայն հաղթում ենք, դրսում միայն պարտվում, վտանգավոր էր եւ փրկեց Բրավիմը, Բայարամի արվածից հետո շատ վտանգավոր էր։ Ուսան, տեսեք Բուենոն ներքև է իջել եւ այսպես իրավիճակներում ուգոն գալիս է։ Աչ եւ կրճատում Արթուր Սերոփյանի ու Հուելիո Բուենոյի միջև եղած տարածությունը, որպեսզի Սերոփյանն այդքան չիջնի։ Այդպիսի խնդիր կար Ցելիայի հետ պատասխան հանդիպման ժամանակ, որ տարածությունը մեծ էր, իսկ հիմա վտանգավոր կարող է ստացվել Բանջակի, ձախից կարելի է միացնել Բանջակի եւ դեղին քարտ Մատեին։ Հադաշտի կենտրոնական հատվածում մեր խաղացողին տապալելու համար 2 հաղթանակ, տանը եւ դրսում, հետո արդեն դրսում պարտություն Սոֆիայի Լևսկից, տանը ոչ ոքի, ուպսի հետ դրսում ոչ ոքի եւ տանը հաղթանակ։ Դրսում մեկ հաղթանակ ամեն դեպքում ունի։ Այս խաղարկությունում լավ փոխանցում է դեպի Սանդրո Լիման։ Լիման
եւ փրկում է դարպասապահը։ Ինչ լավ որոշում էր կայացրել Սանդրո Լիման, ավելացնել մրցարան 1 րոպե։ 2 գոլ խփվել է։ Ռապ շաց Ալհամլավին գտնել չստացվեց, իսկ հիմա Բենինե գնդակով շատ լավ փոխանցում է դեպի Լիման, Լիման եւ փրկում է դարպասապահ, ինչ հնարավորություն է կորցնում Հանրատ Արմենիան։ Ամենավերջում խաղակեսի փայլուն փոխանցում էր կատարել Բենին, ինչ լավ էր բացվել Սանդրո Լիման, իսկ հիմա Ռայովան է գնում։ Վտանգավոր գրոյի Մատեի դեպի Տուգանային հրապարակ եւ նորից Կրայովան է գնդակով, հերթական տեմպը չկա այստեղ խաղում։ Փորձեց խաղալ մրցավարի հետ, մրցակիցը իսկ Մուրադյան Կարեն Մինչյան։ Տեսեք ինչ գրոհ փչացրեց Կարեն Մուրադյանը, հնարավոր գրոհ փչացրեց, փոխանցում եւ Ժոա Բրավ, դա որ այսպես ավարտվեց դերվակ։ Ներկայացում են Աչիեզեր Սերոփյան։ Լիմա փոխանցում եւ անկյունային։ Բայց գրագետ խաղաց Սանդրո Լիման, նակ է եւ ժամանակ ունի մտածելու համար Բենի շատ լավ փոխանցում է, վտանգավոր է Լիմա, գոլ! Սանդրո Լիմա! Չկար խաղից դուրս, կար։ Թե չկար։ Խաղից դուրս վիճակ, այո։ Նորից մեծ ուժերով Կրայովան գնում է առաջ, փոխանցում ձախ եզր բանկում ու փրկվեցին։ Ընտրում տեսեք ինչ տարածություն ունի Մեկվաբիշվիլին, բայց փոխանցում է հետևում Տուգանային հրապարակ եւ Բրավիմ։ Անմարդ կային Սեյվեանում հիմա Ժոա Բրավիմը։ Կորցրել էր դարպասը թված, բայց վերջին պահին հասավ ու հպվեց գնդակին։ Հանեց գնդակը անկյունային։ Կարող է սպառնալից լինել Ֆրանսան, փայլուն պաշտպանվեց եւ 4-3-ի դիմաց կարելի է ակագրոհել Սանդրո Լիմա, փոխանցում աչ Մաքս Կարլե մեկապումով դեպի Տուգանային հրապարակ, վտանգավոր արված։ Ոչ, գնդակը չի հայտնվում դարպասում։ Գալիս Գրիգորյան փոխանցում առաջ, լավ փոխանցում ստացվեց Շաղոյան, մտնում է Տուգանային հրապարակ, Շաղոյան ճիշտ դադար էր, լավ փոխանցում էր։ Ցից փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է եւ Բրավիմ։ Ռոմանչուկ եւ նորից անետեց Ժիրայ Շաղոյանի ուղղությամբ։ Լիմա լավ փոխանցում է ու չկա խաղից դուրս վիճակ, Կարլոս Ֆրանսա մտնում է Տուգանային հրապարակ։ Գրոհ պետք է շարունակել, Շաղոյան։ Կար խաղից դուրս վիճակ։ Ավելացված ժամանակն էլ ավարտվեց Էշչանու։ Եվ վերջ, ավարտված է հանդիպումը Եվրագավաթային այս խաղարկությունում Հանրատ Արմենիան առաջին անգամ արտակ նախաղում չի պարտվում։ Սանդրո Լիման է ձեր շուշադրության կենտրոնում այս խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ընդհանրապես շատ լավ հանդիպում անցկացրեց։ Հանրատ Արմենիան առանձին բոլորի մասին կարելի է խոսել եւ կարծում եմ այս խաղի համար տրամաբանական հաշիվ էր եւ մենք պայր ունեինք եւ մրցակիցը ամեն ինչ անկախ ամեն ինչից կվճռվի Երևանում մեկ շաբաթից կայանալի խաղում։